Աշնանից Հայաստանի քաղաքացիները նոր կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր կստանան։ Անձնագիրը կարժենա 28650 դրամ նախկին 25000 դրամի փոխարեն, իսկ նույնականացման քարտը 5950 դրամ նախկին 3000 դրամի փոխարեն։ Անձնագիրը տրամադրվելու է 10 տարի ժամկետով, նույնականացման քարտը 5 տարի ժամկետով։ Նորություն է նաև այն, որ նույնականացման քարտ ծնողի կամ արտահայտությամբ կարող են ստանալ նաև մինչև 16 տարեկան անչափահասները, իսկ 16 տարեկանից սկսած մեր նոր անձահաստատող փաստաթղթերի մասին օրենքով, որը ուժի մեջ կմտնի մինչև նոյեմբերի 1-ը, պարտադիր է լինելու այս փաստաթուղթը 16 տարեկանից սկսած։ Անձնագիրը տրամադրվելու է նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին, այսինքն նույնականացման քարտ ունենալը պայման է անձնագիր ձեռք բերելու համար։ Նոր փաստաթղթերին անցումը պարտադիր չէ, գործող հին նմուշի փաստաթղթերը քաղաքացիները կարող են ցանկության դեպքում փոխարինել նորերով, անկախ դրանց ժամկետից։ Սակայն հին նմուշի տպագրությունը կդադարեցվի, իսկ կորցնելու կամ փոխարինելու դեպքում կտրամադրվեն արդեն նորերը։ Փաստաթղթերի փոփոխությանը զուգահեռ փոխվում է նաև Հայաստանի միգրացիոն պատկերը։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել 59300-ով ավելի մարդ, քան երկրից դուրս է եկել։ Այս տարի մենք 1347 թիվն ենք արձանագրել որպես ելքերի մուտքերի տարբերություն։ Մուտքերը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է խոսքը 871409, ելքերը կազմել են 870062 եւ տարբերությունը ինչպես տեսնում եք դրական է։ Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների առաջին կիսամյակի համադրելի ցուցանիշների հետ, անցյալ տարի թիվը -20065 էր, նույն միտումը ունենք նաեւ օտարերկրացիների մասով կրկին էական աճ ենք արձանագրել սահմանահատումների տարբերության իմաստով կազմում է 57953։ Ռեկորդային է նաև քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը, այն հատել է 32000-ը։ Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով սա Հայաստանի պատմության ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Նա այս աճը ի թիվս այլ գործոնների պայմանավորեց նաև ռուս-ուկրաինական պատերազմով եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ ճամփորդական սահմանափակումներով։ Միաժամանակ Ղազարյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների քաղաքացիություն ստանալու ցուցանիշները։ Բոլոր միտումները վկայում են այն մասին, որ մենք ամենայն թափով սպասարկել ենք մեր կարողությունների շրջանակներում սպասարկել ենք ուրեմն Ղարաբաղից տեղահանված բնակչության քաղաքացիության դիմումները։ Եթե նայեք մինչև այս պահը ըստ էության արդեն իսկ ունենք 40000-ից ավել տեղահանված անձինք, ովքեր ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այդ թվում նրանցից շուրջ 12000-ից մի փոքր ավել անչափահասներ։ Արմեն Ղազարյանի խոսքով բնակարանային ծրագիրը եւս նպաստել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների աճին։ Նելի Դավթյանն էլ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար քաղաքացիություն ստանալու գործընթացը թվայնացվել է, ինչն էլ զգալիորեն հեշտացրել է դիմելու ընթացակարգը։ Միգրացիոն քաղաքականության հաջորդ կարևոր ուղղությունը Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումն է։ Հայաստանի Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում ակտիվ աշխատանքային փուլում է։ Այս տարվա մայիսին հայկական կողմը ստացել է գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը, որում Հայաստանի կողմից այդ ուղղությամբ իրականացված քայլերը գնահատվել են դրական։ Մենք ունենք 53 ռեկոմենդացիաներ, զուտ մեր տնային աշխատանքի, այսպես ասած, նպատակով այս ռեկոմենդացիաները մենք բաժանել ենք կոնկրետ գործողությունների եւ ըստ այդմ մշակել ենք 117 գործողություններ եւ կարող եմ ասել, որ կեսից ավելին արդեն կատարված է եւ մինչեւ տարեվերջ մենք կունենանք շատ ավելի դրական արդյունքներ այս մասով։ Մենք լիահույս ենք, որ առաջիկա տարվա սկզբին, հուսանք առաջի կիսամյակի ընթացքում մենք կկարողանանք ամփոփել առաջին ֆազայի գործողությունները ամբողջությամբ եւ էական դրական արդյունք ունենանք նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մասով Եվրոպական միության հետ։ Այսպիսով Հայաստանում փոխվում են ոչ միայն անձահաստատող փաստաթղթերը, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու պահանջարկն ու մարդկանց տեղաշարժի ուղղությունները։ Այս փոփոխությունների հաջորդ կարևոր հանգրվանը Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացն է։ Էլեն Խուդյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։